շատ դժվար է, երբ որ դու ունես արևմուտքի ֆուլ աջակցությունը, երբ որ քո թիկունքում կանգնած է Թուրքիան եւ Ադրբեջանը եւ պատահական չէր, որ Էրդողանը նախորդին հայտարարեց, որ նոր տարում մենք խորհրդանշանակ քայլեր, պոզիտիվ, սիմվոլիկ պոզիտիվ քայլեր կանենք Հայաստանի հանդեպ, դրանով ըստ էության ընտրական այսպես կոնֆետներ, մարմելադներ տալով Նիկոլ Փաշինյանին ընտրությունից առաջ։ Մասնավորապես ինչ, որ հարցեր կասում սահմանի բացում, ինչ որ սահմանի բացում չեմ կարծում, որ հիմա կլինի, այդ անցակետային ինչ որ խնդիրներ կլինեն, ինչ որ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը կբացեն, այսինքն բնականաբար տարիներ առաջվա պայմանավորվածությունները, այո, տարիներ առաջվա պայմանավորվածությունները, որ կային դեռևս երրորդ նախագահի ժամանակ, դրանք մասամբ կյանքի կկոչեն, դրանով բոնուսներ, ընտրական բոնուսներ տալով Նիկոլին, որ Նիկոլը կարողանա իր էլեկտորատին, ախուրյանցի անոններին ասել, բա տենում եք, հեսա Թուրքիայի սահմանով այս պահին երրորդ երկրների քաղաքացիներն են գնում, վաղը դուք եք գնալու, կգնաք Թուրքիայում ձեր համար թաջ լիպչիկ կառնեք, չստիկ կառնեք եւ այլն, էժան պամիդոր կառնեք, կբերեք, կուտեք, կուրախանաք։ Հասկանալի է, չէ, որ ապատիկ վիճակում գտնվող հասարակության համար, ով ցավոք սրտի, որի գերակշիռ մեծամասնության համար իր կուլտը, իր սառնարանն է, այդ ամեն ինչը լինելու է ընտրական բոնուսներ։